քանի հարց առաջացավ ձեր բանավեճի ասեմ, խոսքի ընթացքում ասեմ, անկեղծ ասած չեմ հասկանում հիմա ինչ կատարում ես մեր պրոցեսում, բայց մի խոսքով այս պրոցեսի ընթացքում։ Նախ արձանագրենք մի կարգ։ Երբ որ դրամփակ դատական նիստ է տեղի ունենում, պատվարժան դատարան, դրամփակ դատական նիստից ինֆորմացիան չպիտի գա, անկախ նրանից թե դա դատավորն է, թե պաշտպանական կողմն է։ Բոլորը ստորագրում ենք, որպեսզի դրամփակ դատական նիստում այն ինչ որ տեղի է ունեցել, հանրությանը դա չհասնի, դրա համար է այդ նիստերը կոչում դրամփակ դատական նիստ։ Կարծում եմ դուք հասկացաք, թե որ դրամփակ դատական նիստերի մասին են խոսում։ Չեք հասկանում, թե ինչի համար է դա Տիկին Սահակյան։ Որտեղ դուք դրամփակ դատական նիստի ինֆորմացիա, պարոն որ պարոն Գևորգյանի խափամիջոցն է քննարկվել այդ դատական նիստի ընթացքում, եւ որ այդ դատական նիստի ընթացքում նաեւ հղում է տրվել վաղամիջյան ժամկետների։ Դա ամենայն դեպս որևէ գաղտնիք իր մեջ չի բավարարում։ Իսկ կարող եք ասել պաշտպանական կողմը ոնց է տարանջատելու, ինչն է գաղտնիք, ինչը գաղտնիք չի, օրենսդիրը հստակ սահմանել է, որպեսզի այդ դատական նիստից որևէ ինֆորմացիա դուրս չգա, որտեղ դուք հիմա կասեք դա գաղտնիք չի, մենք կասենք ուրիշ բան է ընդհանրապես գաղտնիք չէ դրամփակ դատական նիստում, ամեն մեկս որոշենք հրապարակենք։ Հիմա ինչ վերաբերում է ընդհանրապես ինչի համար գլխավորապես նաև խոսքը սուզում է ուղղել դասարանի։ Այդ դուք ասացիք, որ ինչ-որ շրջավարական այլ ինչ-որ օրենք պետք է լինի, որ ամենայն հավանականությամբ երևի կլինի, չգիտեմ ինչ։ Նման բան չեմ ասել ամենայն հավանականությամբ կլինի։ Ես եմ ասում ամենայն հավանականությամբ կլինի, որովհետև հիմա այս վերջի տարիներին օրենքները գտնում են միանգամից փոխվում են, ոչ մի բան էլ հաշվի չի առնում։ Հիմա խնդիրը այլ է։ Մեր մոտ հարց առաջացավ։ Իսկ օրինակ ԵԽԽՎ համապատասխան փաստաթղթերին դատարանը նույն ակտիվությամբ է ծանոթանում, որովհետև մեր մոտ այդպիսի տպավորություն չէր։ Ամենայն դեպս բանաձևը, որը ընդունվել էր հոկտեմբերի 3-ին, որը որ դատարանը պարտավոր է նաև ղեկավարվել տարբեր հարցերի քննարկման համար, այդ թվում նաև որպեսզի այսօր դուք չբարձրաձայնեիք, որ պարոն Գևորգյանը 130 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և եղել է գործողությունների, եթե ծանոթացած լինեիք այդ փաստաթղթին, այս հարցը չպիտի այստեղ առաջանել։ Եվ անընդհատ մեր մոտ հարց է առաջանում։ Ինչու է պարոն Գևորգյանի գործողությունների հարցը քննարկվում ազգային ժողովում, հիմա դատարանում, միթե այս պետությունում չեն պատկերացնում, որ այդ հարցը չպիտի քննարկվի ընդհանրապես։ Որտեղ դա պարտավորություն է, որը պետք է կատարի նաև պետությունը, որպեսզի պարոն Գևորգյանը անարգել այդ գործողություններին մասնակցի եւ այսպիսի հարցեր չքննարկվի։ Հիմա այս հարցում ինչ առաջացավ, այս բարձրացած հարցում, որ պարոն Գևորգյանը քանի որ գնացա գործողությունների մեջ դատական նիստերը տեղի չեն ունեցել։ Այսինքն սա լրջագույն խնդիր է, որ մենք պետք է հասկանանք։ Ավելին, երբ որ խոսում է պաշտպանների արձակուրդներից, կներեք, եթե ես սխալվում եմ, միգուցե ուշադիր չեղա, դատարանի արձակուրդից էլ խոսվեց, դատարանի արձակուրդում չի գտնվել, դատարանի արձակուրդից հարց բարձրացվեց ընդհանրապես, դատարանը ասեց, որ քանի որ դատարանի արձակուրդում էր, դատական նիստեր չի տեղի ունեցել։ Բնականաբար ոչ։ Եվ եթե մենք ուզում ենք օբյեկտիվ լինել, պետք է հասկանանք մի բան, ողջամիտ ժամկետներում գործի քննության այդ իրավունքը ոչ դատարանինն է, ոչ մեղադրող կողմինն է, ոչ մեկինը չի, պաշտպանական կողմը կարա այդ հարցը բարձրացնի։ Եվ այստեղ իրական շահառուները մենք ենք եւ մենք ենք շահագրգռված դրանում։ Հիմա դուք անդադ ինչ որ ձեր խոսքում ասում եք, եթե դատարանը որոշի, եթե դատարանը որոշի։ Նախագահ դատավորի խոսքը միտ մեկնաբանեք, ձեր խոսքը ասեք։ Մի մեկնաբանեք նախագահ դատավորի խոսքը։ Անձնամխել է դատարանը իր խոսքով։ Տիկին Սահակյան, եթե առարկություն եք, առարկեք։ Բացակ ունեք, բացակ հայտնեք։ Դե հնում եք դրանից նախագահ։ Մենք դրան ենք ասենք։ Հիմա ուզում եմ մի բան հասկանալ, այ անկողմնակալ դիտորդի մոտ։ Հիմա արդյոք դուք մտածում եք, որ տպավորություն ստեղծվեց, որ դուք օբյեկտիվ որոշում եք կայացնելու այլ ներկայացված այս մեղադրանքի փոփոխության հետ կապված։ Արդյոք 5 տարեկան երեխան, որ հիմա լսի այս դատական նիստը, չի հասկանա, որ դուք ձեր որոշումը կայացնելու եք, դատական նիստը շարունակվելու է, այս մեղադրանքներն ընդունելու եք։ Հիմա դուք մեզ ինչ եք օրդորում, ասում եք, եթե այսպես լինի հունվարից, եթե ես չեմ կարող գնալ ձեր գործընկերներին ասել,
որ կա մի դատարան, որը ասել է, որ հնարավոր է ինքը անձեռնխելիության վրից անցնի, կաղանության ժամկետների վրայից անցնի, օրենքի վրայից անցնի ու դատական նիստ շարունակվի։ Տիկին Սահակյան գնացեք հանցանքի մասին հաղորդում ներկայացրեք, օրենքի վրայից անցնի։ Պատվարժան դատարան։ Ուրեմն հաջորդին նմանատիպ եթե արտահայտություններ հնչեցնեք, դատարանը կդիտարկի որպես անհարգալից վերաբերմունք եւ ձեր նկատմամբ դատավարական սանկցիա կկիրառի։ Օրենքի վրայից անցնի։ Օրենքի վրայից դուք եք բազմիցս անցնում, նախագահ դատավար բացառապես գործում է օրենքով։ Ուրեմն ձեր խոսք հնչեցնելիս զգույշ եղեք եւ ուշադիր եղեք, չվիրավորեք թե դատարանին որպես ինստիտուտ եւ թե նախագահ դատավորին։ Կարող է։ Երբ նմանատիպ խոսքեր հնչեցնեք, դատարանը կընդհատի ձեզ շարունակեք։ Հա։ Ուրեմն ես ասեմ, որ ես իմ խոսքը ձևավորում եմ օրենքով ղեկավարվելով, եւ եթե դատարանը չի հարգում անձեռնոխելիությունը 9-րդի, չի հարգում քրեական դատավարության օրենքը, ինչ է նշանակում մի րոպե, պարզաբանում ներկայացրեք դատարանը, ինչ է նշանակում դատարանը չի հարգում։ Այլապես դատարանը ձեր նկատմամբ սանկցիա կկիրառի Տիկին Սահակյան, պարզաբանում է դատարանը ձեզանից պահանջում, դատարանի պարզաբանում տվեք, ինչ է նշանակում դատարանը անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չի հարգում եւ չի հարգում օրենքը։ Խնդրեմ պարզաբանում։ Պարզաբանում տվեք դատարանը։ Նախավարաճ ես չեմ զարմանալ ձեր ընդհանրապես որ ասում եք սանկցիա կկիրառեք, Պարզաբանում տվեք դատարանը, հիմա դուք պարզաբանում եք։ Դուք կարող եք լսել։ Պարզաբանում տվեք դատարանը։ Այո, դուք կլարեք ես խոսեմ։ Պարզաբանում եք տալիս։ Դուք արդեն լրացի։ Պարզաբանում եք խոսեք։ Բարի։ Մենք բավականին երկար խոսել ենք։ Տիկին Սահակյան, պարզաբանում տվեք դատարանին։ Ինչ է նշանակում։ Տիկին Սահակյան, պարզաբանում տվեք դատարանին, ինչ է նշանակում դուք անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չեք հարգում եւ օրենքը չեք հարգում։ Դատարանին պարզաբանում տվեք, ինչ է դա նշանակում, խնդրեմ։ Ավարտեցիք։ Պարզաբանում տվեք դատարանին։ Դուք արդեն խոսում եք։ Լսում եք ձեզ։ Մենք բավականին երկար խոսում ենք անձեռնմխելիության մասին։ Եթե դուք հիմա ասում եք, որ պարզաբանում տվեք դատարանին, իմ մոտ տպավորությունն է, որ դատարանի դահլիճում չի եղել։ Որովհետև մենք դրա մասին խոսում էինք եւ մենք անձեռնմխելիության հարց էինք բարձրացնում։ Մինչեւ հիմա մենք չենք լսել պատասխանը դրա։ Ինչու ենք մենք այստեղ, ընդհանրապես, պարոն Գևորգյանը այստեղ ադրամով այստեղ ինչ անում ընդհանրապես։ Ինչու պետք է շարունակվի, ինչու պետք է մենք ինչ-որ հատորներ նորից ուսումնասիրենք, ինչու պետք է մենք այստեղ լինենք ու ինչու պետք է մենք ընդհանրապես ինչ-որ դատական նիստեր համաձայնեցնենք, այն էլ ձեր գոլեգաներին անընդհատ ասելով, որ չէ, այսօրն էլ մի նշանակեք, մյուսօր մեկն էլ դուք եք իմիջայլոց, հա, ձեր վարույթով էլ գործ ունենք մենք մասնակցելու։ Ինչ պետք է անենք, երբ որ կգանք այն նիստերին, որտեղ էլի դուք ասելու եք, որ ժամկետներ ունեք, չէ։ Ասել ենք, չէ, գիտեք ինչ կա, այն մյուս դատարանի դահլիճում դուք ասել եք, որ հունվարից նշանակելու եք ամեն օր, շաբաթական մի անգամ, շաբաթական երկու անգամ, անհասկանալի ժամկետներում, այդպես լինել ուղղակի չի կարող։ Կարծում եմ անձեռնմխելիության մասին պարզաբանեցի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ եթե դատարանը պարզաբանում կտա վերջապես երբ պետք է այդ անձեռնմխելիության հարցը քննարկի, երբ պետք է ընդհանրապես վաղեմության ժամկետների հարց քննարկեր, արդյոք չպիտի քննարկել նոր իր որոշումները կայացնել, հետո նոր կհասկանանք, թե ողջամիտ ժամկետը խախտումը ով է թույլ տալիս ընդհանրապես։ Եվ երբ որ մենք խոսում ենք ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին, մենք պետք է խոսենք ողջամիտ գործի, ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին։ Երբ որ գործը ինքը ողջամիտ չի, երբ որ գործում ամեն ինչ խեղաթյուրված է, երբ որ գործում քրեական դատավարության օրենսգրքի մի նորմ չկա, որը պահպանված լինի, այստեղ ինչից ենք մենք խոսում, մենք էլ չենք հասկանում։ Եվ միանում եմ իհարկե այն մտքին, որ ավելի լավ է մենք ամսական մեկ անգամ աշխատենք, բայց երկար ժամանակ աշխատենք, քան թե գանք 15 րոպե կամ մի ժամ աշխատենք ու շաբաթական 2-3 օր աշխատենք։ Այդպես ուղղակի հնարավոր չի, որովհետև եթե այդպիսի գրաֆիկ սահմանվի, բնականաբար մենք ծանրաբեռնված ենք լինելու եւ չենք կարողանալ ամբողջ օրը աշխատել։ Այս է խնդիրը, որ բարձրաձայն է։ Մի կարճ հայտարարություն կա։ Դատարանը Տիկին Սահակյան ձեր կողմից տրված պարզաբանումները դատարանի համանախագահների չի, դատարան ձեր նկատմամբ սանկցիա է կիրառում, նկատողություն է հայտարարում, սա թվով 4-րդ նկատողությունն է, սակայն վարույթից դեռևս չի հեռացնում ձեզ, արձանագրվեց